Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է պարզել արդյոք ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բն երեխա ունի, թե ոչ։ Միայն, բայց գոյություն ունեն ավելի շատ սխալ հարցեր։ Սխալ հարցերը չեն կարող ունենալ պատասխաններ։ Սխալ հարցադրումները չեն կարող հնչեցվել։ Առավել ևս պատասխանատվություն ունեցող անձանց կողմից։ Հարցին հնարավոր է, որ իշխանությունները փորձեն գահընկեց հանել վեհափառ հայրապետին, Սրբազանը պատասխանել է։ Օրենսդրությունը իրենց նման հնարավորություն, իրավասություն վերապահում է, պետք է փորձեր ջանքեր գործադրել օրենսդրության պահպանման համար։ Երբ որ անելիքներ լինեն, մենք այդ մասին հարմար նկատելու դեպքում կբարձրաձայնենք։ Նախկին փոխվարչապետ ներկայումս ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արմեն Գևորգյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ շուրջ 5 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ։ Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացման վարույթի նախաքննությունն ավարտվել է, նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ըստ կոմիտեի 2000-ից 2018 թվականների ընթացքում Գևորգյանը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության նախագահի առաջին օգնականի, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարար փոխվարչապետի ու Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնները հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական բնույթն ու ծագումը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է ապօրինի եղանակով ստացած 4 միլիարդ 921 միլիոն 302 հազար 379 դրամ եկամուտը։ Մասնավորապես նա 2004-ից 2018 թվականներին Գևորգյանի եւ նրա ազգականների անուններով Երևանում եւ մարզերում գրանցել է փաստացի Գևորգյանին պատկանող ընդհանուր 39 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։ Բացի այդ, նրա հետ փոխկապակցված անձանց անվամբ Չեխիայում գտնվող եւս 10 անշարժ գույքի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 391 միլիոն 920 հազար դրամին համարժեք 920 հազար ԱՄՆ դոլար։ Հանրային տրանսպորտի ուղևորցի թերհավաքագրումների պատճառով Երևանի քաղաքապետարանն այս տարի չի կարող գնել պլանավորված 45 նոր տրոլեյբուսներից առնվազն 30-ը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Մենք ինչ ունեցանք, երբ որ տոմսային փաթեթները ներդրվեց Երևանի քաղաքապետարանի կողմից, այս քաղաքանին ընդունեց այդ որոշումը, մենք փետրվար ամսից մեր ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց մի անհասկանալի եւ ինչ-որ չափով նաեւ անկառավարելի վիճակ, որը հասցրեց մի կետի, որ արդեն ներկայիս 5 ամիսների ընթացքում փաստացի Երևանի քաղաքապետարանի կողմից, այսինքն Երևանի ավտոբուս ՓԲ, մետրոպոլիտեն, նաեւ էլեկտրական ավտոբուս ՓԲ-ների կողմից ընդհանուր հաշվով, ուրեմն հավաքագրվել է շուրջ 6 միլիարդ 30 միլիոն դրամ։ Այս թվերը առաջին հայացքից ոչինչ չեն ասում, բայց հաշվի առնելով այն պատկերը, որ մենք ունենք եւ արդեն պատկերացնում ենք, թե հետագայում ինչա լինելու, կասեմ հետեւյալը, որ այսպես ասած այդ ակցիաների արդյունքում մարդկանց ամեն կերպ փորձելու, որպեսզի իրենք չվճարեն, ասելով, որ գինը անիմաստ է բարձրացել, 100 դրամ պետք է մնար, 100 դրամով կարելի է նման տրանսպորտային համակարգը պատշաճ ձևով սպասարկել։ Մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ որ այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր եւ հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս, նախորդ տարի 15-ն էինք ձեռք բերել, բանից պարզվում է, որ արդեն այդ 45-ից 30-ը առնվազն հնարավորություն չի լինելու առնել, որովհետև թեր հավաքագրումները բերել է նրան, որ այդ գումարը որպես այդպեսին չկա, եւ հետեւապես այդ 30
նոր տրոլեյբուսները, որը որ պետքա լիներ 45-ի մեջ, արդեն 30-ը դուրս է եկել ցանկից։ Եթե ուղևորության համար միջոցների հավաքագրումը շարունակվի նույն տեմպերով նվազել, հնարավոր է, որ Երևանի քաղաքապետարանը չկարողանա գնել մնացած 15 տրոլեյբուսները։ Կոստանյանը հիշեցրեց նաև, որ քաղաքապետարանը նախաձեռնել է հասարակական տրանսպորտում չվճարելու համար տուգանքների վերաբերյալ օրինագիծ։ Այս հարցը մնում է օրակարգում, բայց որոշումը պետք է կայացնի ազգային ժողովը։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունից մեկ օր անց այդ պաշտոնում նշանակվեց Լոռու նախկին մարզպետը, ով նախկինում ոստիկանությունում բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Արամ Ղազարյանը հրաժարվել է նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամակցությունից, քանի որ կուսակցական չլինելը օրենքի պահանջ է։ Նորանշանակ ոստիկանապետի Արամ Ղազարյանի անունը մամուլում կապվում է քրեական հեղինակության քանաքերցի տույ մականվամբ հայտնի Արթուր Ղազարյանի հետ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների նա վերջինիս հորեղբոր տղան է։ Առերևույթ այս կապի վերաբերյալ գործադիր իշխանությունը շարունակում է լռել, իսկ ինքը Ղազարյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե չի ցանկանում այդ հարցի շուրջ խոսել։ Մինչ այդ բաց է մնում հարցը, ինչու պաշտոնից ազատվեց 2 տարի պաշտոնավարած Արամ Հովհաննիսյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի համաձայն 2025 թվականի մայիսի 19-ին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուից ստացել է կղզու պատկերով պղնձե քանդակ։ Այն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվեր է, որի արժեքն է 100.280 դրամ։ Հիշեցնենք, որ պաշտոնական այցով 2025 թվականի մայիսի 18-ից 21-ը Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն Հայաստանում է եղել։ Պաշտոնատար անձանց ստացած նվերները հայտարարագրելու մասին օրենքն ուժի մեջ է մտել 2024 թվականից։ Հակակոռուպցիոն դատարանը մեղմացրեց Գյումրու ավագան ընտրություններում ընտրակաշարք տալու գործով մեղադրվող 2 կանանց խափանման միջոցի պայմանները։ Որոշումը վերաբերում է մեր քաղաք ընդդիմադիր դաշինքի նախկին թեկնածու Անահիտ Խալաթյանին եւ քաղաքի բնակիչ Կիմա Հայրապետյանին, ովքեր հանրությանն առավել հայտնի են որպես գյումրեցի տատիկներ։ Դատարանը Խալաթյանի համար պահպանեց վարչական հսկողությունը, բայց փոփոխեց պայմանները։ Նա պարտավոր է շաբաթը 1 անգամ ներկայանալ պրոբացիայի ծառայության տարածքային բաժանմունք եւ զերծ մնալ մյուս մեղադրյալի ու վկաների հետ շփումներից։ Էլեկտրոնային սարքի պարտադիր կրումը չեղարկվեց։ Դատարանը գտնում է, որ խափանման միջոցի պայմանները կարող են պահպանվել նաև առանց էլեկտրոնային հսկողության միջոցների օգտագործման, հայտարարեց դատավոր Սարգիս Դադոյանը։ Նույնատիպ որոշում կայացվեց նաև Կիմա Հայրապետյանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Խալաթյանն ու Հայրապետյանը ձերբակալվել էին Գյումրու ավագան ընտրությունների նախաշեմին։ Նույն գործով են անցնում քաղաքապետի նախկին թեկնածու, մեր քաղաքը դաշինքի առաջնորդ, падգամավոր Մարտուն Գրիգորյանի ազգականները, հայր եւ որդին։ Նրանց մեղադրում են ընտրողներին կաշառելու փորձի համար։ Հայաստանի իշխանությունները Արաքսգետի վրա պատնեշի կառուցումն ավելի քան 1 տարի համաձայնեցնում են Թուրքիայի հետ։ Նման եզրակացություն է կատարել Սպուտնիկ Արմենիան, դատելով Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատասխանից։ Արաքսգետը նախկին հուն վերադարձնելու նպատակով Բուրաստան եւ Արաքսավան համայնքների շրջանում ամբարտակի կառուցման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ շարունակվում է նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցնելու գործընթացը։ Գերատեսչությունից հայտնել են լրատվամիջոցին։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պնդում է, որ պայթեցրել է Ղրիմի կամրջի հենարանները։ Ուկրաինայի պետական անվտանգության գործականները ականապատել են այդ անօրինական կառույցի հենարանները եւ այսօր առանց քաղաքացիական զոհերի առաջին պայթուցիկ սարքն է գործարկվել ժամը 4:44-ին, հայտարարել է գերատեսչությունը, նշելով, որ գործողությունը տևել է մի քանի ամիս, օգտագործվել է 1100 կիլոգրամանոց պայթուցիկ։ Ռուսական կողմը չի մեկնաբանել Կիևի հայտարարությունը։ Ավելին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումիի մարզի Անդրիևկան գրավելու մասին, որը մարզկենտրոն Սումի քաղաքից գտնվում է 20 կիլոմետր հեռավորության վրա։ Ղրիմի կամրջի տելեգրամյան պաշտոնական ալիք այսօր ավելի վաղ տեղեկացրել էր երթևեկության ժամանակավոր դադարեցման մասին, որն ըստ աղբյուրի վերականգնվել է։ Այսօր հունիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Արմավիրի մարզ, Հացիկ բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Տեսլա եւ պիկապ Մակնիշի ավտոմեքենաները։ Թարի հետևանքով 2 վարորդները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։ Վիրավորներն առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի
օպերատիվ են գործել նաև Արմավիր բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Շամշյանքոմի փոխանցմամբ հունիսի 2-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Բայց սա փողոցում դեռևս սանայտ հանգամանքներում բախվել է Mercedes, Kia, Nissan եւ Volkswagen Magnishi ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների կան վիրավորներ, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել Երևանի 103 շտաբօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի բարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։